մտքեր արտահայտեցիք, պատմական էքսկուրսներ արեցիք, բայց նաև զարմանահրաշ որոշ մտքեր արտահայտեցիք, վերջին միտքը կապված պարոն Թաթոյանի պաշտոնի հետ եւ պարոն Կոստանյանի, նրանք հայաստանյան կառավարության ներկայացուցիչներն են, ոչ թե իշխանության։ Բոլոր երկրները Եվրոպայի խորհրդի անդամ ունեն լիազոր ներկայացուցիչներ, ինչպես ունեն Եվրոպական դատարանում դատավորներ։ Սրանք պաշտոնական ներկայացուցիչներ, իշխանության կամ ընդդիմության ներկայացուցիչները չեն։ Սա կարևոր է։ Հիմա հիմնական հարցը, որ նաև պարոն Մարուքյանին ուղեցի ձեր հետ կապված, ձեր անձի հետ կապված որևէ մեկս խնդիր չունենք։ Ես հատկապես եւ հասկանում եմ, որ նաև մեր գործընկերների բոլոր գործընկերները չունեն, բայց դուք ճիշտ նշեցիք, որ սկզբից ձեզ հիշեցնում էին, որ դուք իրավապաշտպան եք, հիմա արդեն հիշեցնում են, որ քաղաքական գործիչ եք եւ եւս մեկ անգամ ձեզ հիշեցնում եմ այդ մասին։ Դուք քաղաքական գործիչ եք մեկ եւ առավել կարեւորն այն է, որ դուք ընդդիմության պաշտոնական առաջնորդներից մեկն եք, դուք ընդդիմադիր խմբակցության ղեկավար եք, ոչ ավել, ոչ պակաս։ Սա նշանակում է, որ դուք ունեք այնքան լիազորություններ մարդու իրավունքների պաշտպանության առումով մասնավորապես, որքան մարդու իրավունքների պաշտպանը ոչ սահմանադրությամբ, ոչ օրենքներով, ոչ փաստացի չունի, դուք ունեք եւ ուրեմն պետական մարմիններին դիմելու եւ պարզաբանումներ ստանալու եւ փաստաթղթեր եւ այցելելու ցանկացած պետական մարմին, ցանկացած քրեակատարողական հիմնարկ, ունեք անսահմանափակ ելույթներ ունենալու ամենաբարձր քաղաքական ամբիոնից, որպիսին է Հայաստանյան ազգային ժողովի ամբիոնը եւ այս ամբիոնը նույնպես։ Եվ ինչպիսին որ չունի մարդու իրավունքների պաշտպանը չի կարող ունենալ օրենքով։ Հիմա դուք մի քանի մակարդակով ուզում եք ձեր կարգավիճակը իջեցնել, պարզաբանելով եւ հիմնավորելով, որ դա ձեզ հնարավորություն կտա ավելի լավ պաշտպանելու մարդու իրավունքները։ Սա ուղղակի չի համապատասխանում իրականությանը։ Օրենքով դուք իրավաբան եք։ Այնպիսի տպավորություն է, որ ուղղակի ես այդպիսի տպավորություն ունեմ, որ ուղղակի այս ազգային ժողովի գումարումը ավարտվում է եւ դուք պարզապես աշխատանքի հնդրթուկի մեջ եք, ճիշտ հասկացեք ինձ Տիկին Փոստանջան։ Եթե այդպես է նույնիսկ, եւս զարմանալի է ինչու, որովհետեւ դուք հաստատ հո գիտեք, որ չեք ընտրվելու մարդու իրավունքների պաշտպան, ուղղակի զուտ թվաբանական առումով, հիմա մենք ասենք, թե ձեզ առաջարկենք լիագումար նիստին, այնտեղ 3/5 դուք չեք հավաքել, ուղղակի թվաբանության առումով, էլի, իշխանությունը այնտեղ ավելի շատ ձայներ ունի, քան թե ձեր խմբակցությունը մասնավորապես, այն էլ հարցը ձեր խմբակցության մեջով կա եւ ձեզ ձայն կտան, թե ոչ։ Տպավորությունն այն է, որ ձեզ հերթական անգամ խոսափող է պետք, բայց զարմանալին այն է, որ դուք այդ խոսափողը այսպես թե այնպես ունեք, ինչպես եւ մեզնից յուրաքանչյուրը, բայց դուք ավելի շատ, որովհետեւ դուք խմբակցության ղեկավար եք եւ ընդդիմադիր խմբակցության ղեկավար եք։ Խնդրում եմ պարզաբանեք, ինչու եք առաջադրվում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, եթե դուք ունեք բոլոր հնարավորությունները ու լիազորությունները մարդու իրավունքները լավագույնս պաշտպանելու այս պահին։ Բայց որ ձեր անձի հետ կապված որևէ խնդիր չկա, խնդրում եմ էլի ճիշտ հասկացեք, մենք ձեզ բոլորս հարգում ենք, խնդրում եմ դրանում չկասկածեք։ Ինձ թվում է ես արդեն այդ հարցերին պատասխանեցի, ասեմ ձեզ այսօր որակյալ փաստաբանը Հայաստանի Հանրապետությունում առնվազն մի քանի բողոք ներկայացնելով մարդու իրավունքների եվրոպական դատարան կարող է ապրել բարեկեցիկ։ Հետևաբար ես այդ խնդիրը չունեմ եւ ոչ է խնդիր ունեմ աշխատանքի հետ կապված։ Ավելի հեշտ, ավելի դյուրին, ավելի հարմար պայմաններում ես կարող եմ ունենալ արժանավայել վաստակ այդ աշխատանքի վերաբերյալ։ Մեկ իմ շատ հարազատ մի գործընկեր, որը նաև պատգամավոր էր, ինձ այսպես է բնութագրում, որ ես փոթորիկի մեջ եմ ինձ հանգիստ զգում եւ իմ տեղը պայքարն է։ Երևի ճիշտ է ասում, որովհետեւ ես չեմ դիտարկում պայքարը ինձ համար ավելի գերադասելի է, քան ինչ որ աշխատանք ունենալը։ Եվ հետևաբար ես այս դիտանկյունից նայելով էլ նաև առաջինը, որ մենք ունենանք մրցակցություն, երկրորդը բոլոր այն մարդիկ, պարոն Մինասյանը, նորից եմ պարոն Մինասյան ասում, որ եթե մենք օրենքով սահմանեինք, որ հանրությունը պարտավոր էր ներկայացնել իր թեկնածուին, այսինքն ունենար այդպիսի ինստիտուցիոնալ
իրավունք ինքը չհրաժարվեր, չունի։ Հիմա այդ Տիկին Փոստան ջան, ունի դուք էլ որպես падգամավոր ունեք այդ հնարավորությունը։ Դուք ինձ նոր ասացիք, որ այդ մարդկանցից Նոր եք հիշել իմ հարցերը։ այո, այդ մարդկանցից վերցնեի իր բերեիք եւ իրենց ներկայացնեիք։ Ուրեմն որպեսի իրենք ներկայանային, իրենք պետք է տային իրենց գրավոր համաձայնությունը։ Չի եղել։ Իսկ եթե հանրությունը ունենում է այդ իր կարգավիճակը տվյալ ընտրություններում, ինքը արդեն ստիպված պետք է նաև իր մեջից սկսել փնտրել այդ անձին։ Դա տեղի չի ունեցել այս պարագայում։ Ես հենց այնպես չասեցի, որ մենք խմբեր ունենք, որոնք բացակայում են։ Տիկին ջան, կլինի իմ հարցերին պատասխան։ Հիմա ձեր հարցին եմ Որտեղ ես սպասում եմ։ անդրադառնում, ասեմ ձեզ, Հայտնի ժողովրդական խոսք։ ուզում եք պատասխանը հայտնի ժողովրդական խոսք։ Պարոն Մինասյան, խնդրում եմ կներեք, Ավելի լավ է ասում է լինել կատվի գլուխ, քան առյուծի պոչ։ ես գիտեմ ինչի գրող, ինչի փոչ, բայց ասեմ, որ Ուրիշ բան։ բոլոր նրանք, ովքեր պետք է ապագայում կատարեն ընտրություն, ես կարծում եմ իմ պաշտպան լինելու գործունեության ժամանակ շատերը, եթե նայեիք դատարաններում երբ հանդես եմ եկել, շատերն են ասել, ինչ լավ կլիներ, որ մեր փաստաբանը լիներ Զարուհի Փոստանջյանը։ Նույն էլ դուք վաղը, դուք ընտրեք, ով է ձեր փաստաբանը կամ մարդու իրավունքների պաշտպանը լինելու։ Բոլորիդ այդ հնարավորությունը համենայն դեպս ընձեռված է լինելու։ Կարող կուզենաք կընտրեք, չեք կուզենա չեք կընտրի։ Համենայն դեպս քվեարկությունը տեղի է ունենալու գաղտնի, դուք կարող եք գնալ եւ ձեր խղճի մտոք ընտրել։ Ես չեմ հրաժարվել պայքարից, ես չեմ հրաժարվել այլընտրանք լինելուց։ Ես գտնում եմ, որ մեր մշակույթի մեջ պետք է լինի եւ պայքարը եւ այլընտրանքը, եւ դրա համար են ներկայացրել եմ։ Եվ բացի այդ, ուզում եմ ասել, որ նաեւ ձեր հանրապետական կուսակցությունը թող իմանա, որ միշտ ունի ինքը մրցակից, այնպես չէ, որ դուք ասում եք, որ չկան, չմասնակցեցին եւ այլն։ Ես գտնում եմ, որ բոլոր տեղերում, բոլոր հարթակներում պետք է լինի մրցակցություն եւ դա է բերելու նաեւ որակական փոփոխության։ Տիկին Փոստան ջան, ես արձագանքեք։ Տիկին Փոստան ջան, մենք կարծեք թե նույն բանն ենք ձեզ հետ միասին խոսում։ Դուք ասում եք պայքար, փոթորիկ, բան եւ այլն, հիմա դուք պայքարի կիզակետում եք։ Դուք ուզում եք այդ կիզակետից դուրս գաք, մի քանի մակարդակ իջնեք օրենքով, որ չկարողանաք լավագույնս պայքարել, տենց է ստացվում։ Հիմա դուք ընդդիմության առաջնորդն եք, առաջնորդներից մեկը պաշտոնապես ընդդիմադիր խմբակցության ղեկավար եք։ Եթե դուք առաջադրվեիք օրինակ հանրապետության նախագահի պաշտոնում, ազգային ժողովի նախագահ, հասկանալի կլներ։ Ավելի բարձր մակարդակ է, ավելի շատ լիազորություն է, ձեզ ավելի մեծ հնարավորություններ կընձեռել լավագույնս պայքարելու, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության համար։ Բայց հիմա դուք ունենալով լայն լիազորություններ, ուզում եք մի պաշտոն ստանձնել, որը ավելի քիչ հնարավորություններ է ձեզ ընձեռելու, սա օրենքով է։ Ինչի համար։ Ես այդպես չեմ կարծում։